Թմրամոլ ինքնասպանների նոր խումբ է հայտնաբերվել Վանաձորում։ Օգոստոսի 13-ին ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 24 շենքի 9-րդ բնակարանում գիշերվա ժամը 1-ին մի խումբ մարդիկ բենզին են ներարկվում եւ աղմկում։ Կարելի է հասկանալ, թե արդեն որերորդ անգամ էր կրկնվում գիշերվա աղմուկը եւ որքան են անհանգստացել քաղաքացիներն իրենց հարևանությամբ թմրամոլների որջը ունենալուց, որ զանգահարել են ոստիկանություն։ Տարոնի բաժնի ոստիկանները Հովհաննես Խաչատրյանի տնից ու հարակից տարածքներից հայտնաբերեցին այն ամենը, ավելի ճիշտ մնացորդներն այն ամենի, ինչից եւ ինչով կարելի էր պատրաստել կոկորդիլոս կոչվող թմրանյութ։ Սրա մասին բազմիցս խոսվել է, հատկապես ընդգծելով, որ ի տարբերություն այլ ծանր թմրամիջոցների, սա շատ ավելի արագ է օգտագործողին ուղեկցում գերեզման։ Բժիշկների հավաստմամբ պարբերաբար օգտագործումը թույլ է տալիս թմրամոլին ապրել ընդամենը 1-2 տարի։ Հայտնաբերված կասկածելի բոլոր նյութերն ու պարագաներն ուղարկվել են փորձաքննության։ Տանտերը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, իսկ դրսի մասից պատուհանի տակ հայտնաբերված ինքն է նետել, երբ ոստիկանները մտնում էին բնակարան։ Հատկանշական է, որ 60-ամյա Հովհաննես Խաչատրյանի հետ նրա տանը կոկորդիլոս կոչվող թմրանյութով ինքնաթունավորվում էին շատ ավելի երիտասարդ 3 հոգի՝ 25, 27 եւ 39 տարեկան։ Անհրաժեշտ գործողություններից հետո բոլորն էլ բաց են թողնվել ստորագրությամբ եւ խոստմամբ, որ կհրաժարվեն կործանարար ու հանցավոր մոլուցքից։